Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը վերջին 3 օրում 13 սոցցանցային գրառում է արել, որոնցում մարդկանց անվանում է էշ, ոչիլ, ինտելեկտուալ ղզիկներ, անդաստիարակ, ամենահաճախ հանդիպող բառը տխմարն է, իսկ մի քաղաքացու բաժին է հասել որակումների ամենամեծ շղթան՝ հեռավոր գեղում ծվարած տխմար, անգրագետ, ապուշ, անուղեղ։ Ինչ է տեղի ունենում այս բառապաշարի ընդմիջումներին, առաջին տիկինը հիմնավորում է. Ես շարունակում եմ առաջարկել եւ հուսալ, որ մեր հանրային խոսքի որակը կփոխվի, մակարդակը հատակից կբարձրանա։ Քանի դեռ այս առաջարկը ծաղրի ու հայոյանքի է արժանանում, պատասխանը կլինի համարժեք։ Կրթությունը նորաձև է արշավի գլխավոր գաղափարախոսը դեռ 20 օր առաջ գրում էր. մոտ 50 չարացած ու ագրեսիվ հայրենակից կա, որ տգիտության պատիվն են բարձր պահում, ասում ինչ փչում է խելքներին, իսկ հազարավորներ աջակցում են իր գաղափարին, ուրեմն Մենք մնացած բոլորս պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար։ Ինչու է առաջին տիկինն ավելի բարի լինելու հորդորը մի կողմ դրել ու անցել համարժեք պատասխանի։ Մի քանի օր է համացանցը քննարկում ու ավելի է զարկ տալիս ատելության խոսքին, վիրավորանքների հեղեղին։ Աննա Հակոբյանի ոչիլի ստատուսը, որ շուրջ 900 լայք ու սրտիկ է հավաքել նրա էջում, 20-ից ավելի բորբոքված ու այսպես ասենք համարժեք վիրավորանքներով ուղեկցված գրառումների պատճառ է դարձել։ Մի հոդվածագիր վերնագրում հարցրել է. հիմա մենք քո ասած տխմարն ենք, թե մարդուդ ասած համբալը։ Երկուսը չէր երկարացրել առաջին տիկինը։ Եթե ես դες վիրավորում եմ, ես ինձ եմ վիրավորում։ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով, որքան էլ քեզ քո տպավորությամբ անարդարացի վիրավորեն, դրան վիրավորանքով պատասխանելը նշանակում է խորացնել ատելությունը, տարածել ու ծավալել այն ինչպես քաղցկեղը իր մետաստազները։ Երբ լուցկիները հերթով այրվում են, մեկը մյուսին այրում, եւ մի լուցկի մի քայլ հետ է կանգնում։ Նա կանգնացնում է այդ հրդեհը։ Այ երևի թե ճիշտ է, որ դու քեզ համարես այդ մեկ լուցկին, որտեվ ընկնել ընդհանուր, սենց բանի մեջ ամենահեշտ գործն է։ Ռուբեն Բաբայանը կենտրոնում մարդն է, բանախոսությամբ մասնակցում է Աննա Հակոբյանի կրթարշավին, կարծում է լավ ծրագիր է։ Արդյոք նման ուրեմն ստատուսներով օժանդակում է այդ գաղափարի տարածմանը, թե հակառակ խոչընդոտում է։ Այսա շատ կարևոր է։ Ըստ ես կարծում եմ, որ այն արձագանքը, որը ոչ թե մոտիկ շրջապատն է ունենում, այլ հասարակությունը խոչընդոտում է իհարկե։ Հատկապես նրանք, որ իշխանական լծակներ կամ դերակատարում ունեն, պետք է կարողանան զսպել իրենց էմոցիաները, շեշտում է մտավորականը, հավելում, եթե քո արժեքային համակարգով պատրաստ չես վիրավորանքի, չես վիրավորի։ Արա ինչ որ պետք է անես եւ թող լինի ինչ որ կլինի։ Վարչապետական ընտանիքի վերաբերյալ հրապարակումները, որ զայրացրել են Աննա Հակոբյանին, վերաբերում են նրանց վերագրվող ունեցվածքին, Իմ քայլը հիմնադրամի ծախսերին, Արցախը հանձնելու մեղադրանքներ են նաև։ Հայաստանում ատելության խոսքը քրեականացված է, իսկ մարդը, որի պատիվը, արժանապատվությունը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորողի, զրպարտողի դեմ։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, Աննա Հակոբյանը որևէ մեկի դեմ հայցադիմում չի ներկայացրել։ Արդյոք պատրաստվում է։ Այս հարցը գրավոր ենք ուղղել առաջին տիկնոջը, սպասում ենք պատասխանի։ Նախ ես տեղյակ չեմ, որ նման դատական հայց կամ որևիցե բան չկա, ես մասին տեղեկություններ չունեմ։ Լրագրողները խորհրդարանի խոսնակից հետաքրքրվել են իրավական երկրում վիրավորվածը պիտի դատարան չդիմի վիրավորական բառերի շարանի փոխարեն։ Ալեն Սիմոնյանը չգիտի դիմել են թե ոչ, բայց Աննա Հակոբյանի սոցցանցային վարքում խնդիր չի տեսնում։ Այսօրվա մեդիա դաշտի եւ սոցցանցերի այտենց բացի թողի իրավիճակում ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ, նաեւ հրապարակային մարդ ազատ է արձագանքել այն ձևով, ինչ ձևով որ ուզում է, եւ կարծում եմ, որ այն համեմատականներ ինչ որ անցկացնելը անցյալի հետ կապված անտեղին են, որովհետեւ նախ եւ առաջ անցյալում որևիցե մեկի կնոջ, չեմ ասում երկրի ղեկավարի կնոջ, որևիցե մեկի կնոջ մասին մի լրագրողից սկսած իրենց տենց դուխով հիմա բլոգեր եւ քաղաքական գործիչ անվանող մարդկանցով վերջացած հələ փորձեին մի հատ
մի տար էս կոմենկոմ բանան գրեին, այնքան կծեցին, էշին քերի կասեր։ Քաղաքական վերնախավը պիտի նշաձող սահմանող լինի, բայց այդ ընտանիքը բարոյական ճգնաժամը խորացնելու գործում առաջին ջութակ է։ Սա ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի տեսակետն է, հիշեցնում է դեռ 2018-ին վարչապետ Փաշինյանի խոսքերը։ Հայաստանի Հանրապետությունում այո 3 միլիոն վարչապետ կա եւ պետք է այդպես էլ լինի։ Հիմա այդ վարչապետերից ոմանք ուրիշ բաներ են դարձել։ Սա խոսում է այս զույգի տրանսֆորմացիայի, բացասական տրանսֆորմացիայի մասին, սա խոսում է նաև խորքային անկեղծության մասին, խորքային, որովհետև դա հենց այնպես չժայթեց, որովհետև եթե նրանք ինչ-որ մի շրջան կարողանում են խնամքով թաքցնել իրանց բուտ էությունը, հիմա մենք պատրված դիմակի պատկեր ունենք։ Մեզ կարծես թե մեղադրում են ակտիվ լինելու մեջ, հանրային լինելու մեջ։ Այս տարեսկզբին Փաշինյան Հակոբյան զույգն ընտանեկան ոդքասթերից մեկում անդրադառնում էին ինչն է հարիր ու ինչը ոչ իշխանական ընտանիքին։ Առիթը քննադատություններն էին, թե հեծանիվ են քշում, ձված է հանում։ Վարչապետը բացատրում էր, իրենք ավտորիտար չեն, ժողովրդավար իշխանություն են։ Այն ժողովրդից հեռու չէ, շատ մոտիկ է, բաց է, թափանցիկ, իրենք մեկն են բոլորից։ Ամուսիններով այդ ժամանակ հումորով են անդրադառնում իրենց մասին հնչող, իրենց խոսքով լեգենդներին, հեքիաթներին, պայմանավորվում չփչացնել տրամադրությունը վատ բառերով։ Մի բան ասա, Կանադայում տուն ես, Այդ դրա մասին էի ասում։ Ճիշտը, մենակ ճիշտը ասա։ Դերցի, որ ես ավելի ուղիղ եւ իրենց անուններով կոչեմ այն ամենի մասին, ինչ հիմա դու ասացիր, կամ այն ամենի գրողների մասին, որոնց դու հիմա անդրադարձար։ Դե արի ես ուղղակի խնայենք մեզ եւ չփչացնենք մեր տրամադրությունը։ Դե արի խորհրդավոր նոտայով։ Եկող շաբաթվա վերջին կրթվելը նորաձև է շարժումը Աննա Հակոբյանի գլխավորությամբ կհասնի Վանաձոր։ Այսօր այս ժամի դրությամբ առաջին տիկինը 2 թարմ ու թունդ ստատուս է գրել։ Կրթարշավի հեշթեգերից սկսենք մեզնից նեկիրառում, թե սովորենք միմյանցիցը։